Հանուն հոր եւ որդվո եւ օգվույն սրբո ամեն։ Ողջույն ցեզի սիրելի արազատներ, բարիլուս ձեր բոլորին։ Հույսով ամեն գտալ Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքով ողջ եւ առողջ եք։ Մարդիկ կան կորց բանջունին իրենց ամբողջ կյանքը քննադատությամբ կանցնեն։ Այսօր սխալները գտնելով, զայն քննադատելով, մյուսին թերությունները գտնելով եւ այսպես ամեն օր ուրիշները քննադատելով իրենց աչքի մեջի քերանը չեն տեսներ, դիմացինի աչքի մեջի շուղը կտեսնեն, փարակ բզդիկ տախտակը։ Սակայն չեն գիտեր, որ անոնց վախճանը շատ ահավոր պիտի լա։ Պատմեմ ցեզի հետևյալ պատմությունը։ Ժամանակին երկու թռչուններ կային, որոնք նույն ծառին վրա փույն պիտի շինեին, որովհետև ահա ծմերը գմոտենար։ Առաջին թռչունը սկսավ փոքրիկ փույմը շինել։ Երկրորդ թռչունը, երբ տեսավ, սկսավ ծիծաղիլ առաջին թռչունի վրա։ Ծիծաղիլ ասելու համար, որ այս ինչ փոքր փույն կշինես, մեծ փույն շինե։ Առաջին թռչունը ասավ. շուտով ծմերը պիտի գա։ Կարևորը մեծ կամ փոքր չէ, կարևորը որ բահբանվելու դեղ ունենամ։ Քանի որ յետք այս երկրորդ թռչունը մոտեցավ եւ թերություններ կդավ առաջին թռչունի սարկած փույնին մեջ եւ սկսավ ծիծաղելով անոր թերությունները նշել։ Առաջին թռչունը թերությունները տեսավ, շնորհակալություն հայտնեց, սա շնորհակալ եմ, սրբակրեց այդ թերությունները, բայց ասավ երկրորդ թռչունին. սիրելի ընկեր, դու նաեւ որ շուտով կուփույնը դար սարկես, որովհետեւ դեռ բան մրած չես եւ ահա շուտով ծմերը գուկա։ Սակայն երկրորդ թռչունը ամեն օր քննադատությամբ սպաղած էր, այսօր անոր փույնին վրա գխոսեր, այսօր անոր փույնի մեջ թերությունները գկտներ, գփնդրեր ու գկտներ եւ այդպես ժամանակ անցներ, մինչեւ որ խիստ ծմերը վրա հասավ եւ երկրորդ թռչունը ինքզինք ծածկելու բահելու դեղ չուներ։ Սիրելի քույրեր եղբայրներ, ասի այդպիսի մարդիկ կան, որոնք կորց բանջունին իրենց ամբողջ կյանքը կանցնեն ուրիշները քննադատելով։ Լավ իմացեք, որ քննադատություններով մարդ չի առաջանար։ Ինքզինք սրբակրելով մարդ կհառաջանա։ Եթե ամենքս 24 ժամ ուրիշներու հարցերով սպաղինք, ապա սիրելներ մեր կյանքի օրերը պիտի դադարությամբ անցնին։ Մարդիկ կան, որոնք թիմադեդրի վրա 24 ժամ այսօր անոր քննադատելով մեկնաբանությունները որ կգրեն։ Բայց չեն տեսներ, որ իրենց մեջ ինչ թերություններ կան։ Այդպիսիներուն համար էր, որ Հիսուս ասավ Մատթեոսի ավետարանի 7-րդ գլխու գարտամ 3-5 համարները։ Ինչու եղբորոդ աչքի մեջ եղած շուղը կտեսնես եւ չես անդրադառնար, թե աչքիդ մեջ քերան կա, հաստ քերան կա։ Կամ ինչպես եղբորոդ կսես, ցկե որ աչքիդ մեջ եղած շուղը հանեմ, եւ որ քերան ունիս աչքիդ մեջ։ Գեղձավոր, ասեցիք ինչ կգոչե Հիսուս այդպիսիները։ Գեղձավոր, նախ աչքիդ մեջ են քերան հանե, որ գարենաս հստակ տեսնել, եւ ապա միան եղբորոդ աչքին շուղը հանել։ Այդպիսի մարդիկ գեղձավոր մարդիկ են, որոնք 24 ժամ ուրիշներու վրա թերություններ գուզեն գտնել։ Եվ այդպիսի մարդոց մե զգուշացեք սիրելի եղբայրներ եւ քույրեր։ Այդպիսի մարդիկ ծեր սրդին վրա նստած ծանրություն են։ Ծեր ընտանեկան կյանքը քանդող մարդիկ են։ Ցեզ մե հերու, ծեր ընտանիքներեն հերու բահեցեք։ Մեր ասկի մեջ շատ են այդպիսիները դժբախտաբար։ Մեր շրջապատի մեջ ալ շատ են, ընտանիքներու մեջ ալ շատ են։ Զգուշ եղեք։ Այո, ամեն քննադատություն անպայմանորեն սիրելներ մաքուր հոգիով եղած չէ։ Եթե մեկը մաքուր հոգիով ծեր թերությունը գահիտնե, խոնարհությամբ ընդունեցեք եւ սրբակրեցեք։ Բայց երբ որ մեկը չարախնդությամբ կնե, չարամտությամբ կնե, զգուշացեք, անոնց հետ բարեկամ մի ելակ,
որովհետև անոնք կրնան ծեր ամբողջ կյանքը թժողքի վերածել։ Առանց իմանալու որ կամ առանց անդրադառնալու որ վերջավորության իրենց կյանքն է որ պիտի խորտակվի։ Հետևաբար դուք ապրեցեք օրտությամբ, եթե դուք ունիք այդ թերությունը ծեր մեջ սրբակրեցեք եւ ծեր աչքերը միշտ Տիրոջ քալեցեք Աստծո ջամփեն, միշտ սիրելներ, բաց աչք ունեցեք ուրիշներուն բարի գործերը, հաջողությունները քնահատելու, մեծարելու, ասելու համար շատ ապրիս, Աստված քեզ օրդները օրդնված մնա, հերացեք նախանցե, հերացեք բարգուտենե, քնահատուտենե եւ ապրեցեք սիրելներ զուլալ կյանքով, մաքուր հոգիով, որբեսի Աստվածալ ծեր օքին տեսնելով ցեզ օրդության արժանացնե։ Աստված ցեզ արադաբես թողորտնե, բարի եւ օրհնյալ օր ծեր բոլորին։